ապօրինությունը չի։ Մենք իրական պատվիրատու իմտի հասկանանք ովքեր են եւ վտանգի չափ հաստատում։ Նիկոլը գործիք է։ Օգտագործելով ապօրինությունների կեղծիքի ստի վրա հիմնված իրեն տրված եւ իրապահ համակարգը իրեն հլունազան ծառայող գործիքը ինքը անում է գործ։ Իսկ ում գործն է անում։ Բազմիցս ասել ենք մեկ անգամ եւս վեհապար հայրապետի դեմ այս ամեն ինչը սկսեց Շվեյցարիայի Բեռն քաղաքում հայտնի ելույթից հետո։ Բայց մինչեւ մի երկու հետաքրքիր փաստի մասին ասեմ։ Ուրեմն գիտեք, որ 2023 թվականի սեպտեմբեր 19-ից 23, 24, 25 Արցախում մեր քույրերն ու եղբայրները ստիպված լքեցին իրենց բնուրանը, իրենց հայրենիքը։ Սա 22 թիվ, 23 թիվ, սեպտեմբեր ամիս, սեպտեմբերի վերջը։ Հիմա պատկերացրեք, գալիս են այստեղ տնավեր, դիակներ չկան, են հայտնի զորամասի մոտ պայթյուն, կորուստներ, ողբ, ցավ, այսինքն ընդեղից դուրս եկածների եւ մեզ այդտեղ ապրողներից հոգեվիճակը, որը ոչ մեկ օրվա, ոչ մեկ շաբաթվա, ոչ մեկ ամսվա մենք այդ շոկից չեն կարողանում դուրս գալ։ Մարդիկ իրենց տները, իրենց առանձնատները, ցեղասպանության մի բան է, իրենց տները տրամադրում էին, այսինքն բոլորս այդ գործի մեջ ենք։ Հիմա ինչ գործի մեջ է, ընդամենը մի ամիս հետո Փաշինյանը, հոկտեմբերին, 23 թիվ հոկտեմբեր։ Հիմա կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերաշնորհ arczepiskopos Ժոզե Ավելինո Բետանկուրին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդման նպաստելու համար arczepiskopos Բետանկուրը վարչապետ Փաշինյանին է հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից շնորհված Սուրբ Աթոռի բարձրագույն պարգևներից Պիոս 9-րդ Պապի ասպետական մեծ խաչ շքանշանը։ Սա Արցախի կորուստի ավերի ֆոնի վրա, մեկ ամիս հետո։ Վարչապետը շնորհակալություն է հայտնում բարձր գնահատանքի համար եւ ընդգծում ՀՀ կառավարության շահագրգռվածությունը հետեւողականորեն զարգացնելու կապերը Սուրբ Աթոռի հետ։ Նիկոլ Փաշինյանն arczepiskopos Բետանկուրին մաղթում է հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Հիմա ասենք շատ հակիրճ, ինչ ասել է Հռոմի Պապի Պիոս 9-րդի ասպետական մեծ խաչը։ Ով է եղել Պիոս 9-րդը։ Սա շատ հետաքրքիր է։ Ուրեմն 1854 թվականին Հռոմ Պապ է եղել։ Գրել է համառոտագիր հայ ժողովրդի վերաբերյալ։ Այս անձը, որտեղ հայ եկեղեցուն, մեր եկեղեցուն, գիտեք ինչ որակումներ ա տվել եւ մեղադրել է հերթվածողականության եւ մոլորության մեջ։ Այսինքն մենք Փաշինյանը իմաստանում է Արցախը մազապուրս թողած մեր հայրենակիցների Հայաստան գալու կորուստ, ցավ, ողբ, գերի, դիակ, գերեզման, եկեղեցիներ ամեն ինչ թողած, տուն, տեղ, ամեն ինչ թողած։ Ընդամենը մի ամիս հետո Փաշինյանը ստանում է մի պարգև Հռոմի Պապի կողմից, որը կրում է Պիոս 9-րդ Հռոմի Պապի անունը, որն էլ մեր եկեղեցուն իր ժամանակ գնահատել է եւ դա Հռոմի քաղաքականությունն է, որտեղ իր անունով կա ասպետական մեծ խաչ բարձրագույն պարգև Հռոմում։ Հերձողականություն եւ մոլորություն։ Այս sense մարդու պարգև, այդ անունով մարդու պարգև է ստանում։ Սա ինչի համար եմ ասում։ Իհարկե նաեւ այլ փաստեր, սա ընդհանրապես այս փաստերից մեկն էր, որի վերաբերյալ ես փորձեցի նայել համացանցում տեղեկատվական հոսքերում ինչ որ ձևով արծարծվել է, չկա, ես դրա համար կարևորում եմ։ Հիմա ինչ կատարվեց 3։ Ուրեմն տարածվեց հայկական ժամանակ թերթը armtimes.com իր կայքը գրում է, որ իբր փորձագիտությամբ հաստատվել է Մայրաթորի դիվանապետ Աշակ Խաչատրյան Վիրագրող տեսանյութերի իսկությունը, այսինքն հայկական ժամանակը բարձում է քննչական կոմիտեի տեղեկատվական կառույցը։ Չի բարձում, վաղուց այդպես է։ Գրում են սա է լինելու, հետո անում են դա։ Ես հիմա ասում եմ ապօրինությունը։ Այսինքն չի տարածում այս տեղեկատվությունը քննչական կոմիտեն, պաշտոնապես չի տարածի, չէ՞։ Որից է մեկը տեսել այդ
փաստաթուղթը։ Շատ ճիշտ բան ասացիք, այո։ Չկա, այդպեսի փաստաթուղթ չկա։ Մեկ, ասում եմ դուք էլ ասեք։ Հիմա դրա մասին իբր նման փաստաթուղթ կա, դրա մասին տեղեկատվություն է տարածում հայկական ժամանակը։ Եվ ինչ է ասում։ Հաշվի առնելով սա, եպիսկոպոսները դիմել են միացյալ եպիսկոպոսների, սա արդեն եպիսկոպոսների նամակն է, իբր նամակ, հա։ Եվ Հարությանը հայ եկեղեցին Արշակ Խաչատրյանը այս պահին կարգավիճակ ունի։ Այո։ Արշակ Խաչատրյանից եւ նրա մեղքը կիսողներից Այս պահին կարելի է գրողներն ու սրանց դատի տալ։ մաքրելու գործընթացին միանալու համար։ Որևէ մեկ իրան կարգալույս չի արել, ինքը շարունակում է մնալ Արշակ Սրբազան։ Այո, հիմա նախ Արշակ Խաչատրյանը ինքը հոգևորական անվանումն է, ոչ ավազանի անուն, այսինքն նաև անգրագիտություն։ Այո։ Սրբազան բառը հատուկ են հանում։ Այո։ Հիմա ես ընդամենը էսի առաջին փաստն է, ուզում եմ ասել, այդ նամակը, որի տակ իբր ստորագրել են 13 հոգանոց ցուցակից 9 անց, որովից է մեկը տեսել է, այդ ու նաև լրատվամիջոցները, որ այդ ստորագրությունները ուղղակիորեն վերաբերվում են այդ իրանց գրածին։ Ոչ, մի հատ ինչ որ հրապարակում է։ Եվ մի հատ ինչ որ ստորագրությունների Եվ տակը ինչ որ ստորագրությունների ցուցակ։ Վերջ, այսինքն այդ դեր հարցը է ստորագրությունների ցուցակը սրան առնչում թե չէ։ Բայց այդ գրության մեջ այդ 13 սրբազանները, որից 9 իբր ստորագրություն են դրել։ Ինչ է ասում, իրենք ինչ են ասում։ Քիչ առաջ էլ այս հարցազրույց է տվել, ասելա մենք պահանջեցինք, կաթողիկոսը դա չարեց, քիչ առաջ է տվել հարցազրույց։ Մենք հիմա կասենք։ Ուրեմն ըստ այդ գրության ասում է. այսօր դիմում ենք եպիսկոպոս մեր եղբայրներին, այս 9 ստորագրությամբ անձինք իբր։ Ուշադրություն դարձրեք, եպիսկոպոս մեր եղբայրներին հայկական ժամանակ ասում է. դիմում են մնացյալ եպիսկոպոսներին, շարունակությունը, եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակներին։ Հստակ է, չէ՞ ասում։ Ինչ ասում հայկական ժամանակը, իբր այս 9 հոգին դիմում են մնացյալ եպիսկոպոսներին եւ հանրությանը։ Ուշադրություն դարձրեք, ինչ ասել է հանրություն։ Դա ժողովուրդն է, քաղաքացիներն են։ Այսինքն անգամ կեղծիքը այն մակարդակի է, որ ինչա գրում հանրություն, որ վաղ եթե կարողանան մի 10,000 մարդ հավաքել, ասել էս էլ այն հանրությունն է։ Փաշինյանը իդեպ երեկեր թե այսօր ասեց, հա, ասեց, որ հետևորդները լինեն, հետևորդները, այդ հետևորդները կանեն։ Ովքեր են այդ հետևորդները։ Ըստ հայկական ժամանակի եւ Փաշինյանի դի հանրությունն է, այդպիսի բան չկա։ Հանրությունը եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակ չի։ Սա առաջին։ Փաշինյանը երեք փաստորեն այս հայտարարությունից հետո եպիսկոպոսների ընդունենք, որ իրենք են տեսականորեն խոսք ասեց, լրագրողները հարց էին տալիս իր կառավարության, հա, շենքում բրիֆինգի ժամանակ հարց էին տալիս, մի լրագրող հարց տվեց, ինք իրեն կարգավիճակը եկեղեցու հետ կապված իջացրեց։ Եթե հիշում եք, բոլոր Facebook-յան իր գրառումներում եւ բանավոր խոսքում մինչեւ 3 Փաշինյան իրեն անձամբ ինքը իրեն գնահատում էր եկեղեցու հավատավոր զավակ։ Ուշադրություն դարձրեք։ Հավատավոր զավակ։ Հավատավոր զավակը ոչ միայն տիրոջ խոսքի մեջ է, պատվիրանները կատարում է, այլև եկեղեցու ընդունված կարգն է ընդունում։ Օրինակ, մեր եկեղեցին ունի 7 խորհուրդ, ասենք, այսպես, հա, այդ 7-ից 5-ը վերաբերվում է աշխարհականներին։ Մկրտություն, դրոշ, ապաշխարություն, հաղորդություն, պսակ։ Բազմիցս ասել ենք, որ Փաշինյանը այդ 5-ի մեջ չկա։ Այսինքն չի կարող մարդը լինել եկեղեցու հավատավոր զավակ եւ այդ 5 խորհուրդները, մեր եկեղեցու պատվիրանները չկատարի։ Հիմա Փաշինյան գիտի, որ չի կատարում, չէ՞, մենք դրա մասին բարձրաձայնել ենք եւ ասել ենք հիմնավորիր։ Ահա եկեղեցու հավատավոր զավակ Փաշինյանը մեկ էլ դարձավ եկեղեցու հետևորդ։ Իր կարգավիճակը իջացեց, հետևորդը ցանկացած կլինի։ Իսկ երեք ասում է, ով է եկեղեցու հետևորդը։ Ասում է, ով եկեղեցուն կնքվել է։ Ու պրծ։ Այսի եկեղեցու հետևորդը, հենց կնքվել ես դու եկեղեցու հետևորդ ես։ Այսինքն սա ինչի համար եմ ասում, այս բոլոր խոսակցությունները բերում է երեք հայկական ժամանակի գրած այս կեղծիքին,
որտեղ իբր եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին, սա ճիշտ է, եւ հանրությանը։ Սա ժողովրդի գեներացիայի առաջին հայտարարությունն է, որ վաղը չեմիսօրը այս եպիսկոպոսները եւ հանրությունը գնում են մայրաթուր, տեսականորեն։ Իրանք այդ հողն են նախապատրաստում։ Չի անցնելու, չկա այդպիսի բան։ Հաջորդը։ Նա ցած մասի խոսեք, էլի ովքեր են այս սրբազանները։ Շտապում եք։ Չէ, չենք շտապում։ Ասում ենք, չէ, էսի կարևոր է։ Պարզ լինի, զանգ ովքեր են։ Չէ, ուղղակի Նիկոլը փորձեց հերվից բան պայթեցնել, մեծ փրթեց, գնում եմ հայ առաքելական եկեղեցու վրա, գնում եմ, այսինքն մեծ փրթեց, որ նա Փաշազադեն ասում էր, այն հայտարարությունից հետո որ վեհապարը ասում է, որ մենք չենք կարող ոնց կարող է հրաժարվել հայ առաքելական եկեղեցին, սրբադասել է ցեղասպանության նահատակներին, ճիշտ է զոհերին։ Ոնց կարող է հայ առաքելական եկեղեցին հրաժարվել։ Երբ որ ասես չեմ հրաժարվում, Նիկոլին հակառակ ասեց մենք չենք կարող հրաժարվել մեր հայրենիքից, Արցախից։ Երբ որ չհրաժարվեց գերիների թեման, այս մարդիկ գերիների թեման թաղում են, դրանից հետո է եղել այս հայտարարությունը, այս հարցակումը եղել է դրանից հետո, երբ որ Փաշազադեն ընդ որում այնքան լկտիացել են պարոն Նահապետյան, ոչ թե դա անում են քողարկված, ասեն կարող են, չէ՞ իրանից պահանջեն, ասեն շուտ արա գնա հարցակվի։ Մի հատ ինքը հրապարակային Փաշազադեն խոսում է եւ երկրորդ անգամ, երրորդ անգամ հրապարակային խոսում է, որ այսօր բանը վտանգ է սպառնալիք այդ հարցերը պիտի լուծենք հայ առաքելական եկեղեցու եւ վեհապարի, այսինքն ակնհայտ ինչ է կատարում այս մարդը։ Հիմա այդ մարդկանց մասին ասեմ։ Ուրեմն այս գրության մեջ, այս 9 ստորագրությամբ ասվում է. հաշվի առնելով այն իրողությունը, որ Գարեգին կաթողիկոսը ամեն գնով փորձում է կոծկել Արշակ սրբազանի սրբափիղծ արարքը, արդեն իրենք որակում են տալիս։ Նախ հետո իրավունքով է իրենց տվել։ Ահա։ Էդ էլ է, հիմա հաջորդը։ Դրանով իսկ ուշադրություն դարձեք, դառնալով սրբափղծության հովանա, որը նայեք ինչ գնահատական են։ Եվ ովքեր են ասում, Կճոյան դու ես ասում, հա, Կճոյան։ Մենք մեզ ուշադրություն մի վարքյան, մենք մեզ վերապահված եպիսկոպոսական իշխանությամբ եւ իրավունքով հայտարարում ենք, որ Գարեգին Բ անհավատարիմ է գտնվել, այդ Գարեգին Բ-ն իրանց ընկերն է։ Ուրեմն ես քեզ ասեմ, այս տեքստը որովից է հոգեվորական չի գրել։ Մի չմո աշխարհական, ես չեմ բացառում, որ նույնիսկ Նիկոլն է գրել։ Որևիցե հոգեվորական ինչքան էլ ձեր գնահատականների մեջ լինի եւ հուդալի։ Նման անգլագետ ձևով Գարեգին Բ չի գրի։ Բոլոր տեղերում գրվում է ամենայն հայոց կաթողիկոս կամ նորին սուրբ օծություն Տեր Գարեգին Բ, այսինքն բոլոր հոգեվորականները այդպես են։ Այս ով որ գրել է այս տեքստը, որից է ձևով այս 9 հոգեվորականների հետ կապ չունի։ Այնպես ինչպես այդ ստորագրությունները առանցին մի հատ թղթի կտորի վրա։ Ես այստեղից պարզ հետևության եմ հիմա գալիս եւ ավարտեմ այս միտքը հետևությունը կասեմ։ Գարեգին Բ անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին, բութ, ուղիղ վարդապետությամբ հայ եկեղեցին առաջնորդելու։ Նրա վարքագիծը անհամատեղելի է հայ եկեղեցու կանոնական իրավունքին եւ վարդապետությանը, որը հղի է եկեղեցու ծոցում հերձված առաջացնելու վտանգով։ Ուրեմն հիմա սրանք, որ իբր ես վստահաբար եմ ասում, այս տեքստը որից է հոգեվորական չի գրել, որտեղ համատարած անգլագիտություն է։ Գրել են իրենք, ինչ որ մեկը, ասենք, մեկին տվել են, ասել են մի երկու բան գիտես, աստվածաբանական, չգիտեմ, ֆակուլտետում դասախոսական եւ այլն, կամ Նիկոլն է գրել։ Ուրեմն սա ինչու մաստ է խոսում։ Պարզում է, որ արդեն այս գրածով դատավճիռ է կայացում։ Գարեգին վեհապարի։ Այսինքն, մի ամիս իբր այդ տեսանյութը կա, իրանց բողոքը որն է, ասում է մի ամիս կա։ Հա։ Բայց բերել են ամսի 25-ին։ Քո տղեն 1000 թվից կա, 40 տարեկան է քո տղեն, ինչ անեն։ Ո բերցին էլ եսին որ թվից կա, հա։ Փորձված Արցախնել, այ չգիտեմ ինչի ծնունդներ։ Արդեն 5 տարի կորցրած Արցախը կա։ Բայց այս բրուտոսը այն մյուս անբարոյականը նստած այնտեղ։ Ուրեմն Չես կարող են իրավունք վերել, իրանք իրավունք են վերապահել, դատական վճիռ չկա, որոշում չկա, ապօրինի սա տարածվում է, իրենք լինելով պիղծ, իրենց կյանքով, ես այս մամուլի բաների հրապարակումների եմ ասում, լինելով պիղծ իրանց անցած ճանապարհով, իրենք արդեն հրճակում են հանցագործ եւ պիղծ, չգիտեմ ինչ, Արշակ Սրբազանին ու դրա մի հատ էլ պահանջում է, որ կաթողիկոսը բան պիտի անել, պիտի հրաժարվի։ Հաջորդ տեղեկատվությունը ոչ այդ քննչական կոմիտեի թուղթը կա, որից է ձևով
հրապարակված, որի իրավունքը չունեն Ո՞վ է տվել իրենց։ Ո՞վ է տվել իրենց։ Այս հոպարն է տվել իրանց։ Հոպարի տղեն է իրանց։ Ես ասեմ ձեզ, ուրեմն այս մարդկանց, որ իբր իրենց թուղթ են տվել, ոչ շվանը չեն տվել եւ ասեմ ոնց է եղել։ Կոմպրոմատի թղթեր են դրել իրանց Ասել արջեր։ են, ուրեմն Ղազագիրը ստորագրել եք, որ ժամին ասում են գնում եք Նիկոլի մոտ։ Այդքան բան։ Պարոն Ահապետյան, ինչ կա էլ, ես քիչ առաջ դրա մասին խոսեցի, ասենք ես չգիտեմ, պատվից, արժանապատվությունից, հայրենիքից բարձր, ինչ ունեք դուք կորցնելու, որ ընկել եք երգիր հանձնողի ոտքերը, լավ, այդ ինչ պիտի լինի, այդ ինչ կոմպրոմատ պիտի լինի, որ դուք այդպես թքեք ու պղծեք Արցախահայությանը, հայ ժողովրդի սես նվաստացնեք, լավ, ինչ կարող է լինել, Ես հոգևորականի համար եւ եւ քրիստոնյայի համար ասել եմ մի անգամ եւս կրկնում։ Դե ուրեմն հավատացյալ չեն այս մարդիկ։ Մի վարքյան։ Այս մարդիկ իրենց երկնային արքայության բանալները փոխարինել են թանգանոց բնակարանի, ամառանոցի եւ մեքենայի բանալիներով։ Երկնային արքայության բանալն է, երբ որ իրենց ամբողջ ծառայության իմաստը երկնային արքայությունն է։ Այդ բանալները իրենք փոխարինել են երկրի վրա մի հատ թանկարժեք տուն, թանկարժեք ավտոմեքենա, թանկարժեք Վախենում եք կորցնել, հա? Երևի մի բան էլ ավել խոստացել։ Դուք չգիտեք ռումբա դնում եկեղեցու տակ, դուք չեք հասկանում։ Հիմա ես Շատ լավ եք հասկանում։ Ասեմ ձեզ, ուրեմն այս անձինք այս 8-ը, որ նստած են մատաղացու են, այն հրավիրալ մարդու, բոլորին մատաղանելու։ Լսեք, մի հատ գնա տղայիցդ հարցրու, քեզ ինչ արեց։ Ինչ արեց տղայիդ, գնա հարցրու։ Գնացեք հարցրեք հայ հեղափոխական դաշնակցությանը, որ իրանց հետ ճանապարհ էր անցնում, ինչ արեց։ Հիշում եք, այս փողոցում պատրեց, չէ՞։ Ասեց դե դավայ գնացեք։ Ինչ արեց Գագիկ Ծառուկյանի հետ, ինչ արեց ԲՀԿ-ի հետ, ուր ուղարկեց։ Բոլորեն պաշտոնյա դատախազներ, նվիրյալներ, դհոճի դատախազը կյանքներ նվիրաբերել։ Նա այդ քնիչները, քնչականի պետը, ՀԿՑ-ի պետը, ինչ արեց։ ԱԱԾ պետերին ինչ արեց։ Այսենց արեց Վանեցյանախառը։ Սենց արեց ու շպրտեց, ինչ արեց։ Դու ձեզ ա խնայելու։ Այդքան այտենց ինքնազոհության աշճան նվիրաբերվի աշխատում, չէ՞։ Հա, այս 8 զոհասեղանին, ես ասեմ, 8 զոհասեղանին դրված են։ Այս մարդիկ չհասկացան մի պարզ ճշմարտություն, որ նախ իրենք ցույց տվեցին, սա մի կողմից էլ ասում է չկա չարիք, ժողովուրդ ասում է